Տեր Հիսուսին։ Ուրախ ենք ձեր համար, ով Լևոն Ռուզան ջան, ուրախ ենք ձեզ համար, որ դու այսօր այստեղ եք, մեր մեջ եք, մեր մարզում եք, հավատում ենք, որ Տերը այսօր ձեր միջոցով գործ է անելու, հավատում ենք, որ Տիրոջ հոգին այստեղ շարժվելու է։ Ժողովուրդ ջան, շատերդ գիտեք, որ իրոք ով Լևոնի վրա կա պարգև, որը գործում է, մարգարեական պարգևի հետ է դա կապված, որ բաներ կա, որ Տերը ցույց է տալիս, եւ ով Լևոնը մեկնում է, եւ դա շատ իրական է, մենք տարիներով ունենք փորձառություն, այնպես որ այսօր մեր ծառայությունը այսպես կլինի, մենք կաղոթենք, ով Լևոնը կաղոթի, ես նույնպես կաղոթեմ, կխնդրենք, որ Տերը շարժվի, Տերը խոսի, ամեն, դու անպայման դու պետք է խնդրես, որ Տերը խոսի, որովհետև եթե Տերը չխոսի, ով Լևոնը կամ ով Պավելը խոսի, դա քեզ օգուտ չի, ամեն, որ Տերը վերցնի մեր միտքը, մեր հոգին, մեր լեզուն և ասի քեզ գոնե մի նախադասություն և այդ մի նախադասությունը կարող է քո կյանքում ինչ-որ օրհնություններ և փոփոխություններ բերել, ամեն, բայց անողը Տերն է, մենք ուղղակի Տիրոջ ձեռքը գործիքներ ենք, որ պետք է ծառայենք ասում, բայց սպասում ունեցի ասուց, աղոթի, խնդրի ասա Տեր, ինչ-որ հարց կա իմ կյանքում, ինչ-որ խնդիր ունեմ, ինչի պատճառով է, խնդրում եմ ինձ բացես, քո ծառաների միջոցով խոսես, ամեն, և ես հավատում եմ, որ Տիրոջ հոգին գործելու է այս վայրում, դու հավատում ես, ամեն, և դրա համար մեր սպասումները Տիրոջից լինեն, և խնդրենք, որ Տերը մեր սրտերի հետ, մեր կյանքերի հետ խոսի և բարձրացնի և օրհնի մեզ, իսկ մինչև դա, եկեք սկսենք փառաբանել, գոհանալ, թող Աստված առաջնորդի այսօրվա մեր ծառայությունը, Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից նորից ու նորից այսօր, շնորհակալություն ենք հայտնում Տեր, շնորհակալ ենք այսօրվա օրվա համար, որովհետև այսօրվա օրը դու ստեղծել ես մեզ համար, և մենք այսօր նորից եկել ենք այս վայրը Տեր, որպեսզի քեզ հանդիպենք, քեզանից լսենք, քեզ փառավորենք, քեզ փառաբանենք, Փառավոր Աստված, սիրում ենք քեզ և խնդրում ենք, որպեսզի դու էլ մեզ հետ խոսես, մենք խնդրում ենք խոսես քո ժողովրդի հետ, բուժես քո ժողովրդին, հանես քո ժողովրդին ամեն նեղություններից, Հիսուսի զորավոր անունով, օծիր այս վայրը Տեր, քո անունի ու քո փառքի համար, և հիմա այսօր նորից քո խորանի մեջ գոհության պատարագներ պիտի մատուցանենք, երգենք և սաղմոս ասենք քո սուրբ անունին և հավատում ենք, որ դու էլ բարձրացնելու ես մեր գլուխները, մեր թշնամիների վրա այսօր, որ մեր չորս կողմովը կան, հալելույա, ամեն, դե եկեք ամբողջ սրտով ու հոգով, փառաբանենք Տիրոջ անունը, ամեն, Հալելույա, Սաղմոս 150-ում ամենավերջի խոսքում գրված է, ամեն շունչ, ունեցող թող օրհնե Տիրոջը, հալելույա, ես հավատում եմ, որ դուք եկել եք մեծ սրտով Տիրոջը փառաբանելու և իր ամբը կծածկի այս վայրը, Տեր դու արժան ես մեծարանքի և փառքերի, օրհնում ենք քո սուրբ ներկայություն այս վայրի մեջ, պատիվ ու մեծարանք լինի քեզ Տեր, շնորհակալ ենք, որ պատիվ ունենք կանգնելու քո առջև Տեր, քո ներկայության մեջ, մեծարելու, փառաբանելու քեզ, դու արժանի ես Տեր այս ծափերին, դու արժանի ես, որ ձայներ բարձրացնենք և օրհնենք քո սուրբ անունը, ամեն, Երգեք արդարներ Տիրոջ
Բարձրանում ենք քո սուրբ լերը քեզ երկրպագելու եւ փառաբանելու Sole
Շնորհակալ ենք Տեր, փառք լինի քեզ Տեր։ Հալելույա։ Հայր մեր, որ երկնքում ես, ով թող լինի քո անունը Տեր, եւ թող քո թագավորությունը, թող լինի քո կամքը Տեր, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Քո կատարյալ, բարի, հաճելի կամքը Տեր, մենք խնդրում ենք այս վայրում, որ քո բարի, հաճելի, կատարյալ կամքը կատարվի մեր կյանքերում իմ Աստված։ Եվ մենք քո երեսն ենք փնտրում, եւ մենք քո սուրբ ներկայությունն ենք վայելում։ Շնորհակալ ենք Տեր, որ պատիվ ունենք Տեր կանգնելու քո խորանի առաջ, քեզ երկրպագելու։ Շնորհակալ ենք, որ մեր գլուխը ուրախության յուղով է սոցում։ Եվ կարող ենք ուրախությամբ երկրպագել քեզ։ Անկախ վիճակներից, անկախ իրավիճակներից Տեր, դու մեր կյանքի միակ հույսն ես։ Եվ մենք հավատում ենք, որ ունենք երկնքում Հայր, որ հոգ է տանում մեզ համար։ Եվ մեր կյանքերում ազատագրում է իր փառահեղ կամքը եւ զորությունը։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Որ
Դու ես Սուրբը Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզ փառքերի Տեր ամեն բանի համար Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր ջան քո խաչի գնի համար Տեր։ Շնորհակալություն տվածդ իմաստության համար այդ գինը հասկանալու համար Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր ջան, որ ամեն ժամանակ Հայր մեր ձեռքը բռնած առաջնորդում ես քո ճանապարհներով Տեր իմ Աստված։ Փառք, պատիվ ու մեծարան քեզ իմ Տեր արքա։ Տեր իմ Աստված, կրկին քո սուրբ գահի առաջ ենք Տեր մեր կարիքներով Հայր, մեր խնդրվածքներով Տեր իմ Աստված։ Խնդրում եմ քեզ իմ Տեր արքա, որ տաս ամեն մեկից խնդրվածքը Հայր քո սուրբ կամքին համապատասխան Տեր։ Քո խոսքն է ասում Տեր, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք։ Հայր, մենք քեզ ենք փնտրում ու քեզանից ենք խնդրում Տեր։ Խնդրում եմ քեզ փառքերի Հիսուս, որ ամեն մեկից խնդրվածքը քո սուրբ կամքին համապատասխան տաս Տեր։ Փառք, պատիվ ու մեծարան քեզ Հայր։ Ամեն։ Սիրելիներս, կարող եք մի քանի րոպեով նստել։ Տերը օրհնի ձեզ շատ։ Դուք էլ կարող եք նստել Տիրոջ սուրբ ներկայության մեջ, սիրելիներ ջան։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Կան մեր մեջ մարդիկ, ովքեր մեծ ճեղքումով են եկել հասել ստեղ։ Մարդիկ էլ կան սովորության համաձայն եկել են մեր Տիրոջը պաշտելու։ Ուզում եմ փառտամ Տիրոջը ձեր ճեղքումի համար, որ դուք իրավիճակները ճեղքելով եկել եք ձեր Տիրոջը պաշտելու։ Փառք Աստծուն դրա համար։ Մի փոքր խոսք եմ պատրաստել ձեր բոլորի համար։ Կա մի խեղաթուրված կարծիք բոլոր մարդկանց մեջ, որ փողն է չարիքի արմատը, բայց դա այդպես չի։ Փողը չար բան է, չար մարդու ձեռքում։ Աստվածաշունչը մեզ ուրիշ բան է ասում, բայց Տերը ասեց, ոչ թե փողն է չարիքի արմատը, այլ սերը փողի հանդեպ, կամ արծաթասիրությունը, որը գրված է առաջի Տիմոթեոս 6:10-ում։ Այո, Հիսուսը ուներ գանձապահ, Հիսուսը ուներ փողի քսակ, բայց Հիսուսը չէր հետևում, թե ով ինչքան է գցում։ Հիսուսը հետևում էր, թե ով ինչ սրտով է գցում։ Ու Հիսուսը հիմա ներկա է այստեղ, նրա հոգին, ու նա տեսնում է մեր սրտերը, մեր պատրաստակամությունը։ Կա մի խոսք, ասա ինչը բերեց քեզ եկեղեցի, ասեմ թե ինչը քեզ կտանի եկեղեցուց։ Ամեն։ Կան մարդիկ, ովքեր գալիս են ինչ-որ կարիքներով։ Մեկը ունի ֆինանսական ինչ-որ աշխատանքի խնդիր, մեկը ունի առողջական պրոբլեմ, մյուսը վատ սովորություններից չի կարող ազատվի, ու սենց բազում կարող եմ թվարկել։ Բայց մարդիկ, երբ որ իրենց հրաշքը տեսնում են, հեռանում են Աստծուց։ 10 բորոտների պես աղաղակում են Հիսուս վարդապետ, ողորմիր ինձ, ու այն 9-ի պես լքում են Աստծուն իրենց հրաշքը տեսնելուց։ Որն էլ գրված է Ղուկասի 17-ի 12-ից 19 խոսքերում, խնդրեմ տանը կարդաս։ Սրանից հետևություն, որ նրանք չէին եկել Աստծուն պաշտելու, ճշմարիտ Տիրոջը պաշտելու։ Նրանք եկել էին ստանալու ինչ-որ բան, հավատքով են հռչակել, դրա համար է Տերը տվել իրանց։ Բայց ժամանակի ընթացքում հեռացել են Աստծուց, որը որ շատ ցավալի է իմ ու Աստծո ժողովրդի համար։ Աստվածաշնչում կա մի պատմություն, որտեղ Մարիամը 1 լիտր նարդոսի յուղով օծեց Քրիստոսի ոտքերը, ասեմ նարդոսի յուղը շատ թանկ արժեր։ Այդ ժամանակում 300 դինար էր, որը հիմա հավասար է մոտ $55,000։ Ու փառք Աստծուն, Մարիամը դա արեց սրտով, սրտանց արեց։ Մարիամը չարեց ինչ-որ ակնկալիքով, Մարիամը չարեց, որ ինչ-որ մի բան հետ ստանա։ Նա ճշմարիտ երկրպագեց Տիրոջը այդ պահին։ Բայց այդտեղ կար մեկը, ով տառապում էր այն մոլուցքով, գումարի, փողոցի, մամոնայի այդ մոլուցքով էր տառապում ու հանդիմանեց կնոջը, բայց Հիսուսը սաստեց նրան, որովհետև Հիսուսը գիտեր Մարիամի սիրտը եւ Հուդայի սիրտը։ Փառք Աստծուն դրա համար ու այդտեղ ինչ եղավ, որ մեկը սրտանց փառավորեց Տիրոջը, իսկ մյուսը Հիսուսի կողքին ապրելով նրա միտքը գումարն էր ու հենց Հուդան էր գումարները հավաքողը, գումարը հաշվողը, բայց նա բոլորս էլ գիտենք, որ 30 արծաթի համար մատնեց մեր Տիրոջը։
Մեր սրտերը թող պատրաստական լինեն Տիրոջը տալու այն, ինչը որ Տիրոջն է պատկանում։ Մենք ինչ ունենք, դա մեր Տեր Աստծուց է։ Ամեն հնարավորություն ու առաջինը պիտի ծառայի Տիրոջ կամքին, հետո նոր մնացած ռեսուրսները, մնացած բաներին, ամեն։ Ուզում եմ մի փոքր վկայություն անեմ։ Ես իմ տեսակով շատ ուշադիր եմ իմ ամեն իրերին, ամեն ինչին ես ուշադիր եմ ու ինձ շատ են դրա մասին ասել։ Այս վերջի մեկ ամսում լինում անց ոնց որ ես ցրված լինեմ մտքերով ու մեքենայից դուռը միշտ բաց եմ թողում։ Գնացել էինք Եղեռնի ժամանակ, բարձրացել էինք վերև ու ես հասել եմ տեղ, դժվար էլ հասել ենք շատ մարդիկ, ես հիշել եմ, որ այս մեքենայից դուռը ոնց որ չեմ փակել։ Ու այդտեղ կար իմ ամբողջ ամսվա աշխատավարձը, փառք Աստծուն, ես առանձնացրել էի, նույն դրամապանակի մեջ առանձնացրել էի իմ Տիրոջ բաժինը։ Ու շատ է լինում, որ այդ ձև խառը ժամանակներում, որ լիքը մարդ կա, լինում են գողություններ, ու մեքենաս էլ այնտեղ տեղ էի կանգնացրել, որ ամեն աստուղը կտենար, որ դռները բաց է, բայց փառք Տիրոջը, իմ ֆինանսները ու բոլորիս ֆինանսները պաշտպանված է Հիսուսով, որովհետև մենք ճշմարիտ հավատում ենք մեր Աստծուն, մեր համար ամենասկզբից ծննդոցից մինչև հայտնություն մեկ ճշմարտություն է, ու մենք բոլորս մեկ ճշտով հավատում ենք դրան։ Ամեն, փառք Աստծուն դրա համար, այսօրվա համար այսքանն էի պատրաստել։ Թող որ իմ վկայությունը ամեն մեկիդ մեջ պտուղ տա, ամեն մեկիդ մեջ հաստատակամություն տա, ես էլ վկայություններով եմ հիմնավորվել Տիրոջ տան մեջ։ Ամեն, փառք Աստծուն։ Շնորհ
բարձրացրած եղել դեպի երկինք։ Հրավիրին նրան եւ ասա Տեր սպասում եմ եկել։ Դու ես միակը, հալելույա, քեզանից ջոկ ուրիշ Աստված չկա։ Քաղցր ես դու Տեր։ Եվ քո քաղցրությունը այս վայրում ա Տեր։ Խնդրում եմ քեզ, որ դու դիպչես ամեն մեկին Հիսուս։ Որ ամեն մեկ այսօր լինի լցված քեզանով Տեր։ Որ այն խոսքը, որ դու երկնքից տվել ես Տեր, ունենա մեծ պտուղներ այս վայրում։ Ամեն մեկի կյանքում մենք երկրպագում ենք քեզ, մեծարում ենք քո սուրբ անունը։ Դու արժանի ես Տեր, դու արժանի ես Հիսուս։ Քոնն ա ողջ փառքը, քոնն ա Տեր ողջ փառքը։ Քեզ ենք մեծարում, քեզ ենք խոնարհվում։ Այո, միայն քեզանից ենք սպասում, մեր սպասումը քեզանից ա, և դու ասել ես Տեր, ով որ սպասում ա, դու կգաս և չես ուշանա։ Այո, ինչպես շատերը մտածում են, որ դու ուշացել ես Տեր, բայց դու երբեք չես ուշանում, դու այստեղ ես մեր հետ, և մենք ուզում ենք Տեր հպվենք քեզ, ուզում ենք կպնենք քո Տեր իմաստված հանդերձներին, ուզում ենք փառվենք քեզ Հիսուս, մենք հավատում ենք Տեր, որ դու ընդունել ես մեզ, որ այսօր մենք քո հետ ենք և ուզում ենք Տեր, այդ հաղորդակցությունը ունենալ քո հետ, այն մտերմությունը, որ ունեին քո աշակերտները քո հետ Տեր, ուզում ենք Տեր, որ լցվենք քեզանով, սուրբ ես, միացրատել մեզ երկնքին, բացիր մեր հոգու աչքերը, որ տեսնենք Տեր, որ տեսնենք և լսենք քեզ, որտև դու ես միակը և մենք հավատում ենք քեզ, միակ Տեր ու փրկիչ, Հիսուս Դավթի որդի, ողորմիր մեզ, Հիսուս Դավթի որդի, մենք չենք դադարի աղաղթելուց, մենք աղաղակում ենք քեզ Տեր, մենք մեր ձայներն ենք բարձրացնում դեպի քեզ հավատքով Տեր, որ դու լսում ես մեզ և դու չես ուշանում Տեր, սուրբ ես, դու սուրբ ես, դու հրաշալի Աստվածն ես մեր, դու մեր սիրող Հայր, մենք խոնարհվում ենք քո առջև և հրավիրում ենք քեզ։ Դու ասել ես Տեր, ով որ թակի, նրան կբացվի, ով որ փնտրի, նա կգտնի, ով որ խնդրի, նրան կտրվի, և խնդրում եմ Տեր, բացես դռները, բացիր օրհնության դռները, բացիր երկնքի դռները, դու խոստացել ես Տեր, որ քո ժողովրդի համար ոչ մի բան չես խնայի, և այսօր բացված են դռները, որ հավատարիմ ժողովուրդը ներս մտնի, և լինի օրհնված, հալելույա, և ես հավատում եմ այստեղ ամեն մեկը, իր հավատարմությունը դրսևորել ա քեզ Տեր, որտեղ ոչ մի ծածուկ բան չկա, այլ ամեն բան քո հսկողության տակ ա, դու ամեն բան գիտես Հիսուս, խնդրում եմ քեզ Տեր, թող քո ժողովուրդը լինի օրհնված այսօր, թող ամեն մեկ այսօր լցվի այն կենդանի ջրերով, որ դու պատրաստել ես Տեր, այո, դու պատրաստել ես մեզ համար կենդանի ջրերը, որոնք դու կլցնես այսօր, և մենք կգնանք, և մեզանից էլ դուրս կգան այդ կենդանի ջրերը, և կպտուղ կբերեն Տեր, այս տարածաշրջանի մեջ, Հիսուսի անունով, Հիսուսի զորավոր անունով, արեք բարձր ծափարենք նրան, Տեր շնորհակալ ենք, օրհնված Հայր, Տերերի Տեր, թագավորների թագավոր, սիրում ենք քեզ, սիրում ենք քեզ Տեր, մեր սերն ասաման ա քո նկատմամբ Տեր, այո դու ես այստեղ, դու ես այս վայրում, և մենք ողջ փառքերը տալիս ենք քեզ, հալելույա, հալելույա,
Հալելույա։ Տերը օրհնի քեզ, հալելույա։ Կա ուրախ մարդ, դե որ դու ուրախ ես ավելի բարձր ծափարի։ Տիրոջը ողջ փառքը տուր։ Հալելույա։ Այս բոլոր Տեր իմ Աստված ծափերը քեզ եւ միայն քեզ Տեր, որտեվ դու մուտք ես գործում այն վայր, որտեղ որ քեզ սպասում են Սուրբ Հոգի ջան, եւ դու հիմա այստեղ ես եւ ողջ փառքը, պատիվը, գովասանքը քեզ եւ միայն քեզ, հալելույա, ամեն, ամեն, հալելույա, փառք, ողջ փառքերը մեր Տիրոջը, կարող եք նստել, շնորհակալ եմ, հրաշալի փառաբանություն, հրաշալի երկրպագություն, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք սիրելիներս, ես հավատում եմ, որ այն ինչ որ Աստված ուզում է, դա էլ լինելու է։ Երբեք Աստված չի անում այնպես, ինչպես մենք ենք ուզում, բայց Աստված գործում է իր կամքի համաձայն եւ իր ծրագրերի համաձայն եւ իր խոսքի համաձայն։ Ամեն։ Բայց ցավոք սրտի շատ ժամանակ մենք վարվում ենք այնպես, ոնց որ մենք ենք մտածում, մենք ենք ուզում ու ձախողվում ենք շատ ժամանակ։ Բայց Աստված ինքը հավատարիմ է։ Ասում է, եթե մենք էլ անհավատարիմ լինենք, նա հավատարիմ է։ Նա միշտ հավատարիմ է, որպեսզի դա իր հավատարմության խոսքը, այն ուխտը, որը մենք կապել ենք իր հետ, իր կողմը միշտ հավատարիմ կանգնած է, որպեսզի կատարի եւ այն խոստմունքները, որ Աստված տվել է իրեն հավատացողներին, տա, հալելույա, ամեն։ Այսօր ես ուզում եմ խոսեմ հավատքից, Փառք Հիսուսին, բայց միջև հավատքի խոսքին անցնելը Տերը մի հետաքրքիր բան էր ցույց տալի իմ հոգու մեջ, սա մարգարեական է ձեր եկեղեցու համար, Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես, որ կա խոսք Տիրոջից։ Ու այնքան հետաքրքիր Տերը ցույց էր տալիս, հալելույա, մի մեծ ավազան, որը լցված էր կենդանի ջրերով։ Հալելույա, բայց ասեմ ձեզ, ինքը լցվում է, ու ես տեսամ շլյուզներ, գիտեք շլյուզները ինչ են, հալելույա, ու տեսա բազմաթիվ շլյուզներ, որոնց վրա կանգնած էին հրեշտակները, ամեն մի շլյուզի վրա կանգնած էր մի հրեշտակ, հալելույա, ու նրանք հսկում էին տարածքը, դու հավատում ես, որ Աստված իր հրեշտակների միջոցով հսկում է այս տարածքը, ու գիտես, որտեղ որ ծարավ կար, որտեղ որ ցանկություն կար, որտեղ որ գիտես ջանք կար, որը թափվում էր, բացվում էին այդ շլյուզները։ Հրեշտակները բացում էին եւ ուղղորդում էին այդ տեղը, ամեն այդ կենդանի ջրերը, ու ես տեսնում էի, որտեղ որ գնում էր կանաչում էր։ Որտեղ որ գնում էր, ինքը փոխում էր, հա, այդ տարածքը։ Փառք Հիսուսին։ Աստված ձեր եկեղեցին այդպեսի մի հատ հրաշալի ջրամբարի պես, հա, լցրել է իր կենդանի ջրերով։ Ու ես ձեզ ասեմ, հալելույա, երբ որ ինչ որտեղ ծարավ կա, այդ ջրերը գնալու են։ Ես տեսամ շատ տեղեր, որտեղ որ, գիտես, դա գյուղեր էին, դա այն ամայի տեղերն էին, որտեղ որ ծարավ էր ու ճակճկած էր ամեն բան, ոչ մի պտուղ չկար։ Գիտեք, Տերը իր հրեշտակներին ուղարկել է, ամեն, որպես այդ ջրերը ուղղորդի այդ գյուղերը, այս տարածքի մեջ։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան, որ Տերը խոսում էր, հալելույա, ես հասկացա մի բան, որ Աստված պատրաստ է ծարավին հագեցնելու։ Ու քո միջավայրում, ով է հավատում, որ Աստված գիտի իր հասցեն։ Դու հավատում ես, որ Տերը գիտի քո հասցեն։ Նա գիտի, որտեղ դու բնակվում, նա քո տան դռան համարն էլ գիտի։ Նա գիտի այն փողոցը, որի մեջ դու բնակվում ես։ Հալելույա։ Ամեն։ Ու ես ձեզ ասեմ, եթե Տերը կամեցավ, հալելույա, ամեն, քո դուռը թակվելու է։ Ով ասում որ այսօր թակեն իր դուռը։ Ու հրաշք կգա։ Դու հավատում ես հրաշքների։ Ով հավատում հրաշքների։ Փառք Հիսուսին։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան, որ Տերը խոսում էր, հալելույա, ես տեսամ շատ տեղեր, որտեղ որ ծարավ կա, այդ ջրերը գնալու են։ Ես տեսամ շատ տեղեր, որտեղ որ գիտես, դա գյուղեր էին, դա այն ամայի տեղերն էին, որտեղ որ ծարավ էր ու ճակճկած էր ամեն բան։ Որտեղ որ գնում էր, ինքը փոխում էր, հա, այդ տարածքը։ Փառք Հիսուսին։
Գիտես, մինչև բուն խոսքին հասնելը իմ սրտի մեջ հիմա վառվում է այդ տեղը, դա Գործ Կարաքելոց 9-րդ գլուխն է։ Կարդացել եք Գործ Կարաքելոց 9-րդ գլուխը, որտեղ պատմում այն պատմությունը, երբ որ Սողոսը գնում էր, թղթերը վերցրած գնում էր հավատացյալներին բռնելու, հավատացյալներին նեղելու։ Ասա հավատացյալներին ոչ մեկ չի կարա նեղի։ Ասա ինձ ոչ մեկ չի կարա նեղի։ Որտեվ ես գիտեմ լսել Աստծո ձայնը։ Ու գիտես մի հետաքրքիր բան, որ կատարվեց ճանապարհին, մենք այդ պատմությունը չեմ ուզում ավելի շատ երկարացնել դրա վրա, խոսքը, հալելույա, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ գիտես ամեն բան մի ակնթարթում Աստված փոխում է։ Ու դու պետք է լսես Աստծուն։ Դու պետք է լսես նա ինչ ասում քեզ, որպեսզի ինչ որ մեկը քո միջոցով լինի փրկված։ Հալելույա։ Դու գիտես ինչքան մարդիկ են սպասում այսօր։ Հիմա հավատամ, որ սա մարգարեական խոսք է, որ այս տարածաշրջանում շատ գյուղերում կան մարդիկ, որոնք հենց քեզ են սպասում։ Դու մտածում ես, որ իրանք չեն ընդունում, իրանք դեմ են քրիստոնեությանը, իրանք դեմ են հավատքին, բայց ես քեզ ասում եմ, դա սատանայի սուտն է։ Աստծո ծրագիր, ասա Աստծո ծրագիրը, ոչ ոք չի կարա խափանի։ Նա գնում էր, հալելույա, թղթերն էլ ձեռը, գնում էր բռներ նրանց, ովքեր որ հետևում էին Քրիստոսին, ու ճանապարհին ինչ-որ բան պատահեց, հալելույա։ Ասա միակ ընթարթում կարա ամեն բան փոխվի, որովհետև սատանան պարտված է, իրա ծրագրերն են պարտված, որովհետև մենք հավատում ենք Աստծուն, մենք հավատում ենք նրան, ով որ գին ա վճարել, մենք հավատում ենք նրան, ով որ պատրաստ է ամեն ինչ անելու իր ժողովրդի համար, որպեսզի հասցնի նպատակին։ Նպատակը երկինքն է։ Դու այստեղ ես։ Գիտեք շատ ժամանակ ես չգիտեմ Սուրբ Հոգին տանում եմ Պավելովի, բայց ինչ որ բանի տանում է ու հավատում եմ դրա օրհնված է լինելու։ Փառք Հիսուսին։ Գիտեք, այսօր շատերը մտածում են իրանց կարողության մասին, իրենց ունեցվածքի մասին, իրենց աշխատանքի մասին, իրենց ձեռքբերումների մասին, մտածում են, ջանք են անում, չեն խնայում, ժամանակ են տրամադրում, տանջվում են, որ ինչ-որ բան ձեռք բերեն։ Ստես դու։ Բայց Աստծո խոսքը ասում է, փնտրեցեք երկնքի արքայությունը, եւ այն ինչ որ ձեզ պետք է, Աստված կտա։ Հավատում ենք արդյոք այդ խոսքին։ Լավ նայի։ Դու հավատում ես այդ խոսքին, որ Աստված ասում է, փնտրիր երկնքի արքայությունը, որտեղ այն ինչ որ դու այսօր ուզում ես վաստակես փող, մեքենա, տուն, ունեցված, գետի հետանոցներն են ման գալի։ Բայց ես քո համար ունեմ ավելին։ Ասա Աստված իմ համար ավելին ունի, որ չունի աշխարհը։ Գիտես մի հատ հետաքրքիր պատմություն էր, որ հիմա ուզում եմ կիսվեմ քո հետ, հալելույա, նստել էի գերեզմանում, գնացել էի իմ ծնողների գերեզմանին, նստել էի ու նայում էի, քարեր, թանկանոց քարեր, լավ գերեզմաններ սարքած, ու գիտես աչքս ընկավ մի գերեզմանի վրա, որտեղ շատ հարուստ սարքած էր քարեր դրած, բայց այդ մարդը գիտեք ինչ ոնց մահացավ, կաշկեն ձեռքը, կաշկա էր քշում։ Ու ասում ումն ա պետք այդ ցուցամոլությունը, ումն ա պետք։ Ասա Աստված կանչել է, որ ես կյանք ապրեմ, որ հարգված լինեմ, որ ես ունենամ մարդկանց մոտ, հալելույա, ազդեցություն։ Ով ա ուզում դառնա ավտարիցետ, հայերեն հեղինակություն։ Ով ա ուզում հեղինակությունը լինի ինձ, որ դե ինքը դրված է։ Դու ուզում ես։ Գիտեք Աստված կանչել է ամեն մեկից, որ դարձնի հեղինակություն ամենտեղ, որտեղ որ մենք գնում ենք։ Ու եթե մենք հեղինակություն չենք մեր շրջապատում, նշանակում է ինչ-որ բան, խախտված է։ Դու հավատում ես, որ Հիսուսը հեղինակություն էր,
վայելում։ Բա ինչի դու չես վայելում։ Ինչի քեզ չեն ճանաչում որպես հեղինակություն։ Գիտես իմ փոքր տղեն մի հետաքրքիր բան ասեց այն օրը, մեր եղբայրներից հետո մեկը իր կնոջ հետ եկել էին մեր տուն, խոսում էինք, հալելույա, ու մի հետաքրքիր բան ասեց, ինքը ասեց, իմ հայրս իմ համար հեղինակություն է։ Գիտես ոչ թե աշխարհիկ կյանքի համար կամ այդ ձեռքբերումների համար, այսօր շատ երեխեք իրանց ծնողներին ասում են ինչ ես արել իմ համար որ։ Լսել եք այդ ձեր բան։ Ոչ մի բան չես թողել, ոչ մի բան չես արել, հա, որտեվ այդ մարդը հնարավորություն չունեցել որ ինչ-որ բան անի կամ ինչ-որ բանից կախված ալ է, որ չի օրտնվել ու չունեցել։ Բայց Փառք Հիսուսին, որ այսօր Աստված վերել է, մեզ օրհնել է, որ մենք նաև հեղինակություն լինենք մեր տներում։ Որ քո խոսքը քո տան մեջ անցնի, քո երեխեքի կյանքում անցնի, որ դա ունենա իր ազդեցությունը, որ երեխան էլ տեսնի ու ասի, այո, իմ ծնողները իմ համար հեղինակություն են։ Որ գիտեք, իմ քույրիկը հեղինակություն է այնտեղ, որտեղ որ աշխատում է, որտեղ իր բարեպաշտության համար հարգված է։ Իր մաքրության համար հարգված է։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի սիրելիներս մեր կյանքը փոխի։ Որպեսզի մեզանով այդ կենթանի ջրերը հոսեն եւ հասնեն այն տեղերը, որտեղ որ Աստված ցույց կտա։ Գիտես, եթե մենք բացենք մեր ականջները լուրջ բացենք, մենք կլսենք, որ ոնց է Տերը ասում, գիտես իմ դուստր կամ իմ զավակ գնա, այս ինչ մեկի տունը, այս հասցեով, որտեղ ընդ սպասում են։ Ես չեմ գնա, այսքան վաղ ասում են ինքը այնքան լավ մարդ չի հավատացյալներին դեմը, դե պատկերացնում ես, այս Անանիայի մասին մի տեղ ա գրած, գործ կարակելություն հիշատակում է նրա անունը, ու Փառք Հիսուսին, որ իր անունը հիշատակում է, ասում են դե Դամասկոսում մի հատ մարդ կար Անանիա անունով, Աստված եկավ իրան ասեց Անանիա, վեկած, գնա այսիշ փողոցը, այսիշ տունը, ընդ մեկը կա, որի համար դու պետք է աղոթես, Տեր, լսել եմ, արդեն շուտ գնացել է սա։ Լսել եմ, որ ինքը, հա, լավ չի վերաբերվում, բայց քո խոսքի համար կգնամ, հալելույա։ Ու գիտեք հետաքրքիր որն է, չգնաց ասես, սխալ սրտով ասեց եղբայր Սողոս, Տերը ինձ ուղարկել է, որ քո համար աղոթ կանեմ։ Ինքը չասեց դու ինձ ինչ աղբեր, որտեվ սպասում էր։ Նա էլ սպասում էր Տիրոջ խոստմունքին, որտեվ Տերը ասեց գնա մտի կասվի քեզ ինչ պետք է արվի։ Գիտես Աստված ճանապարհին Հիսուսը չասեց ինչ պետք է արվի։ Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ հեսա Հիսուսը կգա ու ինքը կասի մենք ինչ պետք է անենք, հալելույա, ու մենք միայն իրան ենք լսում ու իրան կլսենք, հա, բայց Աստված ուղարկում է յուրաքանչյուրիդ։ Նա ուզում է որ ձեզ օգտագործի իր արքայության համար դարձնի պտղաբեր, որ դուք հավատքի դրսևորում ունենաք եւ մարդկանց տանեք այն բարի լուրը, որ Աստված ունի։ Բայց արդյոք դու լսում ես, հնազանդվում, խոնարհվում ու անում ես այն ինչ որ Տերը անում է։ Փառք Հիսուսին բոլորիս համար, որ մենք ճանաչում ենք Տիրոջը ու եկել ենք իրան պաշտելու։ Փառք նրան, որ մենք ջոկվել ենք աշխարհից։ Որ խավարից Տերը հանեց մեզ եւ դրեց իր փառահեղ լույսի մեջ եւ օրհնելով օրհնեց, որպեսզի մենք կյանք ունենանք եւ այլ ավելին ունենանք։ Եվ այսօր օրն ասիրելիս, որ մենք հասկանանք ում ենք հավատում, ում ենք վստահում եւ ում հետևից ենք գնում եւ ինչ է նրա կամքը իմ համար։ Որ աննպատակ չլինի, գիտես որ հավատացի ու վсё, վերջացավ։ Գիտես ու ես նստած էի ու նայում էի, այնքան մարդիկ կային, որոնք սաղ կյանքը տանջվել են, ինչ-որ բաներ են ձեռք բերել, ունեն, բայց մի հատ քար ա դրած իրանց վրա։ Ոչ իրա տունն անդ է, ոչ իրա ստեղծած այդ քարտերն են ընդ է։ Գիտես այն ոսկիներն էլ, որ իրանց վրա կար, հանել էին։ Ոչ մի մեռելի վրա, մեռելին ոսկով չեն թաղում, որտեղ գիտեն, գողերը գնալու են կանդեն։ Հիմա քեզ դրա համար, հա, ոսկով ով կտանի բրիլյանտով ոսկով մեռել թաղի։
Ուշկումիտ կպետքանի այդ գերեզմանը, որ ընդ պահակ դնի, որ հանգարց չգան գողերը քանդեն։ Բայց ոչ մեկ այդ հնարավորություն չունի գնա գերեզմանը նստի, հա, օր ու գիշեր հերթապայի։ Ոչ մի բան, ասա ոչ մի բան։ Այս աշխարհից ոչ մի ձեռք բերում, ոչ մի նյութական բան չեմ տանելու։ Բան չի ես դրանից կպած։ Գիտես մրցակցություն ա գնում։ Ինչի ինքը ունենա, ես չունենամ։ Բայց ես ջահել եմ, հիմա պետք է ստեղծեմ։ Ումից եմ պակաս, ինքը մեքենա է քշում, ես չեմ քշում։ Ինքը լավ տուն է առել, ես չունեմ։ Ինքը լավ փող աշխատում, ես չեմ աշխատում։ Սիրելիս, մի խաբվի, դա սատանայի սուտն է։ Աստված ավելին ունի։ Գիտես ու ես հասկացա մի բան։ Ով ա լսես տենց արտահայտություն, աշկիս էլ ոչ մի բան չի գալի։ Լսել եք, մեր հայկական խոսքն է, չէ՞։ Ու ես իմ հոգու մեջ նստած, հա, հալելույա, ես զգում եմ, որ իմ աչքին այլևս այս աշխարհի ոչ մի բան չի գալիս։ Հասկանում եք ինչ իրավիճակի մեջ է Սուրբ Հոգին քեզ տանում, որ էլ աշկերիդ համար այս ամեն ինչը շքեղություն, այդ լավ բաները չերևա։ Ամեն։ Ու երբ որ չի երևում, սիրելիս, ինչ որ ուրիշ բան է սկսում Աստված ցույց տալ։ Հալելույա, ամեն։ Աստված սկսում է ցույց տալ Իրանը։ Ով ուզում տեսնի Տիրոջ տունը։ Գիտեք ինչա փողոցները։ Գիտեք ինչից է սարքած։ Հայտնությունով է կարդացել։ Մաքուր ոսկուց։ Հալելույա։ Ամեն մի դուռը Մարգարիտի մեծ, Մարգարիտի դռներ են թանկ արժեք։ Գիտես ամեն բան, թանկությունը ամենալավ բանը, որը այսօր գնահատված է երկրի վրա ոսկին, ընդ գիտես ինչա ոտերի տակ է լինելու։ Դու քայլում ես ոսկուց, պատրաստված մաքուր ոսկուց, պատրաստված փողոցներով։ Ու դա գին չի ունենալու։ Բայց մենք կպած ենք ստե, Տերն ասում է ոսկին ու արծաթը իմն է։ Մենք էլ կպած ենք, վայ, Հիսուս ջան, ոնց կնի բա։ Ես չեմ ասում, որ դու վատ պետք է ապրես, դու ամենալավը պետք է ապրես։ Ստես դու ամենաշատը պետք է ունենաս։ Բայց երբ որ դու Տիրոջ հետ ես քայլում։ Գիտես այնքան հետաքրքիր էր, ես հասկացա մի բան, հիշում եք, ասես մի պատմություն կար, որ Աբրամը երբ որ հնազանդվեց, ասում է Աբրամը հավատաց Աստծուն ու դա արդարություն համարվեց ու փառք Հիսուսին, որտեվ լսեց Աստծուն, դուրս եկավ այն միջավայրից, որտեղ ինքը չպիտի մնար։ Դու գիտեք, քանիսի տա Տերը ուզում հանի այդ միջավայրից, որի մեջ դու այսօր կաս, որ տանի օրհնի։ Օրհնես թե կորցրեց իր հարստությունը։ Տեսեք ինչքան տեղ, ամեն տեղ, որտեղ մտնում էր, ինքը օրհնված էր։ Բայց Աստված չեկավ ասեր, գիտես, ես քո տասանորդն եմ ուզում, քո զոհն եմ ուզում, ոնց որ այսօր շատերը ասում են, դե ինչ այլ է, տասանորդ եմ տալի, զոհ եմ տալի, ու վсё, վերջացավ։ Բայց ես Աստծո աշկերին հաճել եմ, եկավ ասեց քո միածին որդուն բեր։ Դուք պատկերացնում եք այդ ժամանակ Աբրահամի իրավիճակը, հա? Իր աշկին էլ ոչ մի բան չէր գալի։ Որտեվ Աստված չեկար ասեց մի 10 հատ ոչխար, որտեվ իր համար հեշտ էր 10 հատ ոչխարը տալ։ Այսօր ամեն մեկիս համար հեշտ է, հա, գալ ինչ որ գումար գցել ու գնալ։ Բայց դժվար է, որ ամենաթանկը զոհաբերել Տիրոջը։ Ու հենց դա արդարություն համարվեց Աբրահամին։ Ու Աբրահամով եկավ այդ մեծ ազգը։ Պատրաստ ես այսօր անելու այն ինչ որ Աստված է ուզում։ Ու գիտես քանի անգամ է գալի Աստված խոսում ասում է ուզում եմ, հալելույա, բայց ասում չէ, էսի Տերը չէր հաստատ, Տերը չի ուզի։
Այդ բան չի ուզի։ Ուզում է, որ ինքը լինի ամենաթանկը քո համար, որ իր խոսքը լինի հեղինակություն քո համար, որ ինքը ամեն ինչում լինի առաջինը։ Գիտես, առաջ ասում են, կարևոր չի, առաջինը կարա լինի ընտանիքը, սա, նա, ոչ, առաջինը, բոլոր տեղերում գրած է, ես եմ առաջինը և ես եմ վերջինը, չի գրած, որ կարաս, ինչ-որ բան ինձնից առաջ դնես, բայց երբ որ ինքն է առաջինը, նաև քո տունն է օրհնված, նաև քո երեխեն է օրհնված, երբ որ դու հնազանդվում ես, խոնարհվում ես ու անում ես, հալելույա, ու խոսքն ասում է, երբ որ գամ, արդյոք հավատք կգտնեմ երկրի վրա։ Գիտեք, սիրելիներս, հեշտ է գալ լսել, գնալ ու չանել։ Դժվար է, երբ որ լսում ես ու անում ես։ Երբ որ Հովվը ասում է, գիտեք, սիրելիներս, ծրագիր կա, այսպիսի ծրագիր, որ մենք պետք է իրականացնենք ինչ-որ բան, հալելույա, ու դու գալիս ես ասում ես, ամեն Հովիվ ջան, ես քո կողքը կանգնած եմ այդ ծրագիրը իրականացնելու։ Ու գիտեք, հետաքրքիր բան, մենք երգում ենք նոր մեր միաբանությունը կրակա։ Ես լսում եի, ասում եմ, օ, փառք ես Տեր ջան, որ ստե կա միաբանություն, որը մեջ կա քո կրակը։ Որտեվ եթե չլինի չենք երգի։ Իսկ եթե երգում ենք ու չկա, ուրեմն սուտ ենք երգում։ Ասա ամեն երգող պետք է դրա մեջ լինի։ Եթե դու երգում ես ու դու դրա մեջ չես, ուրեմն մի երգի։ Մանք ասես ով Լևոն եկել, ասում եմ մի երգի։ Եթե դրա մեջ չես, մի երգի։ Որտեվ դրանով դու վիրավորում ես Սուրբ Հոգուն։ Սո կրակա միաբանությունը, ինչի՞ չես միաբանվում։ Ինչի՞ չես խոնարհվում, հալելույա։ Կրակա մեր խոնարհության մեջ, հալելույա, փառք ես Հիսուս ջան, ու գալիս է ժամանակը խոնարհվելու։ Ոնց կլինի լուրջ է։ Ասա հավատքը լսելուց է։ Լսել Աստծո խոսքից։ Հավատքը չտեսնված բաների ապացույցն է։ Հիմա ես տեսնում եմ այն ջրամբարը, որ Աստված ցույց է տալիս ինձ, բայց կարևորը որ դու տեսնես, դու մասնակից դառնաս, օգնես, Տերը շլուզները բացելու է 100%-ով։ Ես տեսել եմ ձեր Արմավիրի մարզում ոնց են ջրերը գնում ու բաժանվում։ Ու գիտես ջրի բերանում եղած հողամասը ամենալավն է։ Այդեցա թե տես չի։ Որտեղ առաջինը Իրանն է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ջուրը հենց տալիս են առաջի հողամասը իմն է, ես պետք է ջրեմ նոր գնա։ Գամա գնա ամենավերջինը ջրվի։ Ես տեսել եմ մարդիկ առավոտ շուտեթում էին, որը սաղ քնած էին, այդ ջուրը բացում էին, իրանց բաղջան սաղ ջրում էին, մինչև ժողովուրդը արթնանում էր, իրա բաղջան ջրած էր լինում։ Ստես դու։ Բա խիչ ես ջրում։ Խիչ ես գնում բացի, մինչև ուրիշները արթնանան, դու արդեն ջրած ես։ Դա աղոթքներն են։ Երբ որ դու արթնանում ես, սաղ քնած են, դու արթնանում ես ու սկսում ես աղոթել, հալելույա, աղոթում ես, Տեր, բացի դռները, Տեր իմ Աստված, ես ծարավ եմ։ Խոսքն ասում է, ով ծարավ է, թող ինձ մոտ գա։ Քանի անգամ ես վազել Տիրոջ մոտ ու ասել, Տեր, ծարավ եմ քո արդարությանը, ծարավ եմ քո խոսքին, ծարավ եմ ծառայելուն, ծարավ եմ Տեր, քո պարգևներին։ Ուզում եմ, որ գործեն քո պարգևները իմ կյանքում։ Ուզում եմ, ասեմ, որ լինի։ Ասում ենք չի լինում, խնդրում ենք չի տրվում, թակում ենք չի բացում, պատճառ կա։ Ասա Աստված այսօր ուզում է հավատքին խանգարող բոլոր պատճառները վերացնի։ Փառք Հիսուսին։ Ուրախ ես դու։
Փառք եւ ողջ փառքը մեր Աստծուն։ Դու ուրախ ես։ Այսօր մի քիչ խոսքը կարճ անելու, որ աղոթենք ձեր համար։ Չգիտեմ, սրտիս մեջ կա, որ աղոթեմ։ Երեք մեր մոտ աղոթեցի, բայց տրամադրված չէի ճիշտ ասած աղոթելու, ու Սուրբ Օգին ասեց, իմ ժողովուրդը աղոթքի կարիք ունի։ Գիտեք, սիրելիներս, դու կարող ես ժամերով խոսաս, բայց ոչ մի բան չփոխվի։ Բայց մի հատ Տիրոջ հպումը։ Ով ասում որ Տերը այսօր հպվի իրան։ Կարա ամեն բան փոխի։ Մի հատ Տիրոջ հպումը։ Ու ես հավատում եմ այդ կենդանի ջրերը, երբ որ մենք ձեռնադրենք ձեզ, կենդանի ջրերը կգան քո մեջ։ Փառք Հիսուսին։ Գիտես ինչի, որտեղ մեր աչքին էլ այս աշխարհը չի երևում։ Մեր աչքի առաջ նոր բաներ պետք է երևան։ Տիրոջ խոսքը։ Գիտես Հեսուին ասեց, եթե այս օրենքի գիրքը քո աչքերի առջև չեն ասում, թող քո աչքերը տնեն ստեի վրա, անդեի վրա, փողի վրա, ունեցվածքի վրա, կարողության վրա, ժառանգության վրա, ասեց քո աչքերը օր ու գիշեր։ Եթե քո աչքերի առաջից այս օրենքի գիրքը քանի անգամ ես օրը քանի րոպե ես կարդում Աստծո խոսքը։ Քանի րոպե։ Հետո ասում ես Տեր, ուզում եմ օրհնված լինեմ, ուզում եմ Տեր իմ Աստված, հաջողակ լինեմ։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ այդ տեղը կարդամ, չգիտեմ Տերը։ Հալելույա։ Մեր քույրիկն եկել էր ասում էր տեղերը դու ես հազարատ տեղ կարամ տամ, բայց Փառք Հիսուսին։ Դա շատ լավ է։ Շատ լավ է, Փառք Հիսուսին։ Ես տվել եմ, բայց չգիտեմ որն եմ ասելու։ Հիմա կարող եմ նոր բան ասեմ։ Ամեն։ Հալելույա։ Առաջի գլուխ Հեսու 7-րդ խոսքից միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պայես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսես քեզ պատվիրել է։ Նրանից չխոտորես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Ով է ուզում խելոք լինի։ Լսեք որ ասում են, լավ էլ խելոք մարդ է։ Խելք ունի։ Հիմա ասի բանալի է։ Եթե դու ուզում ես խելոք լինես, լսի։ Եվ նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Մյուսը ուտը։ Փառք Տիրոջը։ Լավ, միջև։ Ահա։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որտեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Հալելույա։ Ասա ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, իմ աչքերի առաջ ոչ մի բան չպետք է գա, բացի Տիրոջ խոսքը, որ խելամուտ լինեմ, օրհնված լինեմ եւ ինչ էլ որ անեմ, հաջողակ։ Ամեն։ Լուրջ ուզում ես։ Փառք Տիրոջը որ ուզում ես։ Հիմա հավատք։ Դու հավատում ես, որ ստեյց խոսքը քարոզում է, դա հենց քո համար է։ Դու պետք է այսօր հավատքով վերցնես։ Դու պետք է ասես, որ լինի, հալելույա։ Հիսուսն ասեց, Աստծո հավատքն ունեցեք, եւ այն ինչ որ ասեք, կլինի ձեզ։ Տեր իմ Աստված չի լինում, այնքան դժվար է, վայ չի ստացվում։ Ամա սուտ մի խոսա, Աստված։ Քո հայրը, ով ամոթում որ Աստված իր սիրող հայրն է։ Ինքը ասում է, խես սուտ խոսում։ Չի ստացվում։ Եթե լսես եւ զգուշությամբ կատարես, երկրորդ օրինաց 28-րդ
գլուխ, հալելույա, հա? Կարա գցեք առաջի խոսքը։ Եթե լսեք եւ զգուշությամբ կատարեք, միթե Աստված սուտ է խոսում։ Միթե Աստված ծաղրում է։ Եվ եթե քո եւ Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք այսօր ես քեզ պատվիրում եմ, քո եւ Աստվածն էլ քեզ երկրից, բոլորի ազգերից գերազանց կանի։ Բարձրացա ձեռքդ ասա, «Էդ իմ համար է»։ Հարց դու։ Հիմա կողքինիդ ասա, «Հա, քո համար է»։ Ախես խոսում չի ստացվում։ Չես լսում, զգուշությամբ չես կատարում, դրա մեջ չի ստացվում։ Բայց կստացվի այսօր, ասա այսօրվանից ստացվելու է։ Որտև էսի իմ համար է, մյուս խոսքը, հալելույա, և այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո եւ Աստծո ձայնին լսես։ Ում է վերաբերվում։ Գիտեք, այնքան է մեր հավատը պակաս է, այնքան թերահավատ ենք դառել, որ չենք կարողանում ինչ-որ բան տեղից շարժենք։ Հիսուսն ասեց, եթե մանանեխի հատիկ չափ հավատ կունենաք, այս սարին, ասեք շուռ արի շուռ կգա։ Իսկ դու չես կարում այս սելը, որ կայնած է, չի շարժվում, շարժես տեղից։ Ասա հավատքը շարժում է։ Հավատքը փոխում է։ Հավատքը հրաշքներ է գործում։ Հավատքը զարմանք է առաջացնում։ Հալելույա։ Մի հատ հետաքրքիր բան։ Գիտեք սիրելիներս, հավատքով ենք ապրում ու հավատքով ենք իմանում, որ Աստված երկինք ու երկիր ստեղծող արարիչ հայրն է մեր, որ ամենը իր ձեռքերի մեջ է, ամեն սիրտ իրանն է։ Ինքը կարա խոսա սրտի հետ և կարա չխոսա սրտի հետ։ Բայց եթե ես փափագում եմ ու ծանրում եմ, ինքը հաստատ խոսալու եմ սրտի հետ։ Ինքը ապացուցելու է իմ հավատքի պատասխանները գործողությամբ, ոչ թե ես հավատում եմ, ասում դևերն են հավատում ու սարսափում, հիմա իրանք սարսափած են, որտև այսօր քո հավատքը երբ որ բարձրանա, ինչ-որ բան տեղից շարժվելու է։ Եթե մինչև այսօր քո կյանքում ինչ-որ բան տեղից չի շարժվել, ասա այսօր օրինակ Տեր խնդրում եմ, բարձրացա իմ հավատքը, որ սկսի շարժվել։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, մեր համար դրած է երկու ճանապարհ։ Հիմա ես իմ հոգու մեջ մի հետաքրքիր բան է Տերը ցույց տալի, ուզում եմ ասեմ, դա մասին կասեմ, հալելույա։ Շատ ժամանակ մենք ուզում ենք, որպեսզի մի անգամից լինի, մի անգամից չի լինելու։ Ո՞վ է ուզում Աստծո ձեռքերի մեջ լինի։ Փառք Հիսուսին։ Հիմա ես իմ հոգու մեջ տեսնում եմ, ասում եմ, որ սիրում եմ, նրան ծեծում եմ։ Ասում եմ խոսքը։ Փառք Հիսուսին։ Ու հոգուս մեջ Տերը ցույց է տալի, հիմա ես տեսամ, հա, քյուրթածեծող, ո՞վ է տեսել քյուրթածեծող։ Տեսել եք ոնց են քյուրթեն ծեծում։ Բան չեն անում, էլի, հիմիկվա այդ բաները չի։ Ես տեսել եմ մեր հարևանը քյուրթածեծող էր, դե հիմա խիա Աստված ցույց տալի, ես էլ չգիտեմ, բայց հավատում եմ, որ այն ինչ որ հիմա ցույց է տալի, դա քո համար կլինի վկայություն, հալելույա։ Ինչ անում, միսը դնում է քարի վրան, հետո վեկանում է լավ են, չգիտեմ ինչա, վերջը որ խփում է, ու լավ սկսում է ծեծել, այնքան է ծեծում, մինչև ինչ է դառնում, մի մասսա է դառնում, միա, այն ինչ որ ասում ես, հալելույա, միասը, սաղ ջարդվում է մեջը, ընդ սաղ այդ բաները ջարդվում են, մսի մեջին ինչ կա չկա, սաղ խառնում է իրար, դառնում է մի հատ ստես լավ բան, ու գիտես ինչ է անում, այդ էլ վրնում են այսքան փոքր բան է,
չէ, ծեծված։ Դնում են այդ բանի մեջ, սիրուն ու գցում են, որ են գցում, սառը ջրի մեջ են գցում։ Ով ազում այդ երացված ջրի մեջ մտներ զոր։ Նայեք, այսքան մասան, ասա այսքանը, դառնում է այսքան։ Ինչի մեջ։ Երբ որ երրում է։ Մենք երգում ենք կրակա, հալելույա։ Հիմա Աստված ուզում է յուրաքանչյուրիդ։ Այդ ձևից ծեծի, որ դու այլևս դառնաս մեկ իր հետ։ Ու երբ որ դու կմտնես այդ կրակի մեջ, այդ երման բլբլտան ջրի մեջ, կսկսի հավատքդ աճել, ուռել, հավատ։ Բայց քանի լեք դու ասում ես ես, սենց ես կոնստիտուցիան, որ կա իմ մեջ եսի հերիք անձի, այսքանը բավարար է, չես կարա, էդ էլ լսնես ինչ անկրկվելու է, տեսել եք միսը կցում ես ինքը, որ չի տենց, հակառակը ինչ է անում, հիմա էդի քեզի վկայություն, հանելու է, ոնց ես ուզում ընգնես կրակի մեջ, Փառք Տիրոջը, հասկանում եք գոնե ինչի մասն է խոսքը, Աստված ուզում է, որ իմ հավատքը բարձրանա, որ ես ասեմ ու լինի, գնամ ասեմ Տեր իմ Աստված, ինձ ամեն բան հաջողվելու է, որտև դու ես իմ Տերը ու լինելու է, իմ երեխեն օրտնված առնելու, ես ասում եմ իմ երեխեքը օրտնված են լինելու ու լինում է, իմ կյանքը օրտնված է լինելու, ես քո հետևից եմ գալու Տեր, ես անելու եմ քո կամքը ու լինելու է, Տերն ասում է որտեղ ես եմ այնտեղ կլինեք դուք, Փառք Հիսուսին, գիտես ոչ թե նախանձի ոգին թույլ տանք որ գա մեր կյանքերի մեջ, այդ գիտես մրցակցության ոգին, որը այսօր շատերին հեռացնում է Տիրոջից, ես ես լուրջ եմ ասում, մրցակցությունը այս աշխարհի բարիքներից օգտվելու հեռացնում է Աստծո օրհնություններից, ես նայում եմ ու ասում եմ Տեր իմ Աստված, իմ աչքին այլևս ոչ մի բան չի գալի, Փառք Հիսուսին, մեր աչքերի առջև պետք է լինի Տիրոջ օրենքը, նրա խոսքը, որ ես ամեն ժամանակ շփվեմ այդ խոսքի հետ, ասեմ Հիսուս, Դավթի որդի, ողորմիր Հիսուս ջան, ողորմիր ինձի, ոչ թե մարդիկ այսօր մեռնում են, Տերին կանչում են ու ասում են ողորմի, այսօր մեզ պետք Տիրոջ ողորմությունը, որ կարիք ունենալու ժամանակ ոչ թե գնաս փնտրես աշխարհի մեջ, այլ վազես Հիսուսի հետևից ու ասես Հիսուս, Դավթի որդի, ողորմիր, շատերը կասեն, ամար ձենդ մի բարձրա, ինչ գործ ունես, հովիվ կարիք ունեմ, աղոթի իմ համար, երեխեք ջան, խնդրում եմ, բաց եղի, ազատ եղի, վստահ եղի, վստահություն ձեռք բերեք, մեկդ մյուսի նկատմամբ, ոչ թե վախեցեք, որ հանկարծ մի բան ասեմ, սաղ եկեղեցին կիմանա, Տեր քո առջև են գալիս, կարաս գաս նվագես, ուր ամեր նվագողը, Հալելույա, ես զգում եմ Տիրոջ գերբնական ներկայությունը, չգիտեմ, լացս գալիս է, հիմա թխի է գալի, չգիտեմ, բայց հավատում եմ, որ դա լավ բան է բերում իր հետ,
Մատթեոս 17-րդ գլուխ 14-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Երբ որ նրանք ժողովրդի մոտ եկան, եւ մի մարդ մոտեցավ նրան եւ առաջ ծունկ դնելով ասում էր. Տեր, իմ որդուն ողորմիր։ Դուք գիտեք ինչքան մարդ է հիմա Հիսուսին դիմում։ Գիտեք ինչքան մարդ է խնդրում, Աստված ջան օգնի, փրկի, երեխես նարկոման է, երեխես հարբեցող է, Տեր օրհնիր։ Օգնիր, Տեր, օգնիր։ Եվ որ դու սնոտում է, չար տանջվում է, որովհետև շատ անգամ կրակն ենք նում, ես շատ անգամ ջուրը։ Մենք այսօր գիտենք, չէ՞ ինչքան մարդիկ կան, որ կրակի մեջ են ընկած։ Համոլներ, պարտքերի տակ։ Եվ ես նրան քո աշակերտների մոտ բերի եւ չկարողացան նրան բժշկել։ Պատկերացնում եք, Հիսուսի հետ քայլող աշակերտներին, որ Հիսուսը այդ ձևի մեծ իշխանություն էր տվել, չկարողացան այդ մարդուն օգնել։ Հեսա կտեսնեք պատճառը որն էր, ու այսօր շատ պատճառներ կան մեր կյանքերում, որոնք թույլ չեն տալի հավատքի իրականացումը։ Երբ որ ասես ու լինի, երբ որ աղոթես ու բժշկվի, երբ որ հռչակես ու կատարվի։ Ասա ամբողջ արմավիրը փրկվելու է։ Եվ ես մասնակցություն եմ ունենալու դրա մեջ։ Փառք Հիսուսին։ Արդարների շատությունով քաղաքը կբարձրանա, հալելույա։ Բարձրացրեք։ Տերը ձեր հետ է։ Հրաշալի հովիվ է տվել։ Մենակ չասես եկել է գովալի Պավելի հովին, չէ։ Ասուն լսող, ասուձայինը լսող։ Իսկ դա, ես ասեմ ձեզ մի հատ գաղտնիք, հա։ Ասում է ձեր մեջի աշխատողներին ճանաչեք։ Ո՞վ է ճանաչում Պավել հովին։ Ասում է կրկնապատիկ պատվի արժանացրեք։ Արժանացրել եք։ Դե ինքը ունի իրան պետք չի, չէ։ Էդի չի։ Ես նյութականի համար չեմ ասում։ Մենակ են կարծր վերաբերմունքի համար, հարգանքի համար, որ ասեք շնորհակալ ենք Հովիվ ջան, շնորհակալ ենք քո ամբատքի համար, շնորհակալ ենք քո աղոթքների համար։ Դա գիտեք ինչ է։ Ամեն մի Աստծո ծառայող, հա, ուզում է լսի։ Հա, ուզում է լսի իր ժողովրդից, որ իր ժողովուրդը հարգում է իրան, որ իր ժողովուրդը մտածում է, որ իր ժողովուրդը կանգնած է։ Կան ցավալի բաներ կան, եւ որ մարդը տարվում է աշխարհով մոռանում է, ով է իր հովիվը, ով է իր համար աղոթե տարիներ շարունակ, ով է ծնկերը մաշեցրել օր ու գիշեր, որ ինքը կյանք ունենա։ Հալելույա։ Եվ ես նրան քո աշակերտների մոտ բերեցի եւ չկարողացան նրան բժշկնել։ Հիսուսն էլ պատասխանեց, ես ասեց, ով անհավատ եւ խոտորյալ ազգ։ Գիտեք ում ասում հրյաներին։ Ասու ընտրված ժողովրդին ասում, ով անհավատ ազգ։ Ու այսօր շատ բաներ նույն ձև այսօր կատարվում է։ Անհավատությունը լցվել է։ Չարությունն է լցվել։ Մարդկանց մոտ կամեցողությունը բացակայել է։ Սատանան սա գողացել է, հա, փոխհարաբերություններն է գողացել։ Հարգանքն է գողացել, սրբությունն է գողացել։ Նամուս թասիբն է գողացել։
ասա այսօր ինձանով ամեն բան վերադառնալու է, ամեն բան ինչ որ գողացված է, Հիսուսի անունով ես այսօր ասում եմ, հետ է վերադառնալու, Փառք Տիրոջը, Մինչև ով անհավատ եւ խոտորյալ ազգ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ համբերեմ, նրան ինձ մոտ բերեք այստեղ, հալելույա։ Փառք Տիրոջը, ամեն, ասում է, մինչև երբ համբերեմ, բայց բերեք։ Ասա Տերը այսօր սպասում է։ Նորից ասա Տերը սպասում է։ Այն ինչ որ ես չեմ կարողացել անեմ, ինքն է անելու։ Ասա այսօր ինքն է անելու։ Ինչ որ մենք չենք կարողացել անենք, ինքն է անելու, բայց հավատքը, քո հավատքով։ Գիտես եկավ ասեց, հավատում ես, որ կարամ անեմ։ Դու լուրջ հավատում ես, որ Աստված կարա այսօր ամեն բան փոխի քո կյանքում։ Մենակ ամեն ասելով չի։ Ամեն ու վերջացավ, ոչ։ Այն կինը ամբողջ էր դեմը կանգնած։ Այսօր շատ բաներ կարող քո առաջը կանգնած են, դու պետք է ճեղքես դա ստանալու համար։ Ամբողջ էր կանգնած։ Հա, բոլորը հրմշտում էին Հիսուսին, բայց այդ կինը իր սրտի մեջ ասեց, ես հավատում եմ։ Ես ճեղքելու եմ։ Այսօր քո ճեղքման օրն է, ասա այսօր իմ ճեղքման օրն է։ Մենակ կպնեմ։ Մենակ կպնեմ, ոչ մեկ չի կարող խանգարի։ Շուր արի կողքին դասը դու չես խանգարելու ինձ։ Ես կպնելու եմ։ Ես կպնելու եմ Հիսուսին։ Ես միտք եմ դրել։ Ով ասում որ իր միտքը նորոգվի այսօր։ Բացեք դռները, որ մտնի արդար եւ հավատարմություն պահող ժողովուրդը։ Եսայա 26, երկրորդ 2-3 խոսքերը։ Հաստատ միտքը պահում ես խաղաղությունով։ Ով է ուզում որ այսօր իր միտքը հաստատվի Տիրոջ մտքի մեջ։ Ասում է Տիրոջ միտքն ունեցեք։ Ամեն։ Ու Տերը խոսում ասում է հաստատ միտքը պահում ես խաղաղությունով, որտեվ քեզ է հուսացած։ Ում ես հուսը դրե քո գործին, աշխատանքին, փողերին, ոսկուն, արծաթին, հնարավորություններին, ասում եմ, որովհետև քեզ է հուսացած։ Ձեռը դիր գլխի տասա ով միտք այսօրվանից սկսած խաղաղության մեջ քո հույսդ մենակ թող լինի Աստված Հիսուսի անունով։ Ամեն։ Մենք ասում ենք, ես հիմա հավատքով եմ ասում իմ միտք։ Ամեն։ Թող լինի հուսքը մենակ Աստված։ Ասո խոսքը, որ ես լինեմ մորտնված։ Փառք Տիրոջը, որտև քեզ է հուսացած։ Հավիտյան Տիրոջը հուսացեք, որտև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Հալելույա։ Ասա հավիտենական վեմն է իմ Աստված։ Փառք Հիսուսին։ Ես չեմ ուզում լինեմ այս անհավատ միջավայրում, ես ուզում եմ լինեմ հավատքի միջավայրում։ Հալելույա։ Եվ Հիսուսը նրան սաստեց և դևը նրանից դուրս եկավ և տղան նույն ժամից բժշկվեցավ, հալելույա։ Ասա Աստված մեզ կանչել է սաստելու սատանայական բոլոր ծրագրերը, խոսքը, հավատքով հռչակված։ Ամեն։ Չես թույլ տալի, որ ինչ-որ բան մոտենա քեզ նեղացնի, տանջի։ Մի քանի օր առաջ մի հրաշալի մարդ կար, դրա համար աղոթում է, ասեց ես շատ բարի մարդ եմ, ու գիտեք, այնքան հետաքրքիր Սուրբ Հոգին ասեց, գիտես ինչքան բարի մարդիկ կան դժոխքում, որոնք ինձ չեն ճանաչել ու չեն ուզեցել ճանաչել։ Ու
ու Փառք Հիսուսին այդ մարդը այնքան Աստված կպավ։ Գիտեք, ես այդ ձևի ապաշխարություն չէի տեսել։ Ոնց էր այդ մարդը ապաշխարում, ես չէի տեսել այդ ձևի լացով, աղաղակով, ընկերներ գերին ու շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ Աստված իրան ներել է։ Ասա շնորհակալ եմ Տեր, որ դու ներել ես ինձ։ Հենց մենակ դրա համար արժե Տեր քո համար ամեն բան անել, որ դու ներել ես։ Մենք մեկս մեկին չենք ներում սկի։ Ելնումա ժամանակ։ Օ, գիտես լավ չնայեց։ Այս մեկը տենց արեց, այն մեկը տենց արեց, մի խոսացեք։ Որ ասում եմ իսեր Աստծո, մի խոսացեք։ Այլ ամեն մեկը, ասա ամեն մեկս մեկի համար սիրո խոսքեր բաց թողենք։ Որտեղ երբ որ դու խոսում ես, Տերը լսում է։ Ով է հավատում, որ Տերը լսում է։ Գիտես, նստում են երկու հոգի ու սկսում են բամբասել։ Այնպես լավ են բամբասում։ Ես տենց եմ մտածում, հովիվ իրանք չունիս տենց անի, են մեկը նենց ասում, են մեկը նենց ասում, ես խեղճ հովիվն էլ նստած իրանց համար աղոթում է, Տեր ջան, ների իրանց, օրտնի իրանց, չի ման, որ դե բամբասում են։ Ու Սուրբ Հոգին գալիս է ու վեկանում է հոգիդ, անում նստում է այդ երկուսի կողքը։ Դու հավատում ես դրան։ Ես հավատում եմ, տեսել եմ։ Ես վերապրել եմ։ Խոսում են, դու զարմանում ես։ Ինչ, ախր նես բաներ ասում, որ չի եղել։ Նես բաներ են բամբասում, որ դու սկի քո մտքով էլ չես անցել։ Դու են սիրով լծված ես էլ իրանց նկատմամբ, որ են կեղտից հանել ես իրանց, Հիսուսի հետ, որ են ծանր ժամանակ իրա ձեռքից բռնել ես, բարձրացրել ես, որ են ինքը ոչ մի բան չուներ, օգնել ես։ Դու քեզանից կտրե տվել ես իրան, որ ինքը օրտնված լինի։ Այդ ամեն ինչը մոռացվում է։ Ինչա թե հովը ասել է, աշկիդ վերև ունք կա, բայց իսկականից կա, չէ։ Կա թե չկա։ Հոսու չեմ ասում, ամար աշկիդ վերև ունք կա։ Խիպտ ինքն ձե ասի, որ իմ աշկի վերև ունք կա, ամար կա ասում եմ, մեղք ես գործե ասում եմ, սխալ ես վարվե ասում եմ, ճիշտն եմ ասում, հոսու չեմ ասում, հա եթե չներ կասեի չկա, բայց եթե կա ասում եմ կա։ Ու մարդը ու խոսում են, ու դու նստած լսում ես, բայց Աստված ուշադիր, հա, նայում է համ քեզ, համ իրանց, ոնց դու կվերաբերվես, հետո հանգիստ հետ ես դառնում, հա, ու սկսես մտածել, Տեր ցույց տվեցիր, ինչի ցույց տվեցիր այդ իրավիճակը, ես իրանց համար կանգնել եմ, աղոթել եմ իրանց համար, պետք եղած ժամանակ ամեն ինչ արել եմ, այս խիանը ցույց տվեցի իրանց բամբասան կնձի։ Գիտեք խի, ասա Աստված 40 տարի ժողովրդին ման տվեց, որ իրենց սրտի միջինը իմանա։ Ու շատ ժաններ կարա ցույց տա այսօր քեզ սխալներ, քո սրտի միջինը իմանալու։ Արդյոք դու ներում ես։ Արդյոք դու պատրաստ ես նորից նույն ձևից սիրես, օգնես ու բարձրացնես։ Հալելույա։ Ոչ չշեղվես հավատքից։ Դասում ես ամեն Հիսուս։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես, որտեղ հենց այնպես շնի իմ գալը։ Ես հավատում եմ սպասում կա, Պավել հովը սպասումով ա եղել, սենց կանչե ինձ ու ես ուժեղ Աստծո հոգով հիմա լցված եմ ու հավատում եմ, որ այն ինչ որ այսօր ասվում աստե քո հավատքը կբարձրացնի ու վերջապես այդ ժալուզները, հա, հրեշտակները կբացեն ամեն մեկիդ, հա, հասցեներով կուղարկի։ Փառք Հիսուսին։ Բայց այդ քո հասցե, այդ փորածը, գիտեք ով է փորում։ Ով։ Հովիվն է փորում։ Իր աղոթքներով։ Քանը ոնց է։
ջան, երբ որ հովիվդ կանգնում ասում Տեր իմ Աստված, խնդրում եմ Լիաննայիս ընտանիքի մեջ, հալելույա, թող գա քո օրհնությունները, փառքես, այդ ժամանակ ինքը լապատկեն վեկանաց փորում ա, գիտես, որ այդ ջրերը գան այդ օրհնության քո մոտ։ Ասա Աստված ինձ գործիք հա տվե, փորելու, գնա քո քրոջդ համար փորի, աղոթի, հալելույա, Իսուս ջան, 5 րոպե Ինչն է քեզ ուրախացնում, մի բաներ ասում եմ, հեսա մենք կսկսենք աղոթել, ինչից ես ուրախ ընդհանրապես այսօր, ինչից ես ուրախանում, ամենաշատը, ամեն, փառք Հիսուսին, բայց, մարդը ուրախանում է, երբ որ երեխա է ծնվում, ամեն, մարդը ուրախանում է, երբ որ ինչ-որ բան ձեռք է բերում, ուրախանում է, երբ որ հարսանիք ալնում, նշանդրեք ալնում, կամ ինչ-որ բան ծնում, ուրախանում ենք, հալելույա, մի հատ թազա մեքենա է մեկը առնում, ուրախանում ենք, մեկը տուն է սարքում, ուրախանում ենք, ուրախանալու, դե հիմա, կարա ինչ-որ մեկը մեռնի ու ուրախանաս։ Կարա մեկի ինչ-որ բան կորցնի ուրախանաս։ Բայց դու գիտեք, որ շատերը ուրախանում են։ Մեկի մատը փուշա մտնում ուրախանում են։ Մեկը մի հատ սխալում ինչքան լավ եղավ, իրան հասնում էր։ Ոչ մեկին էլ չի հասնում, սիրելիները սատանան է էդի անում։ Ու այն ինչ որ սատանան է անում, դա մեր համար ուրախություն պետք է չլինի։ Դա մեր համար լաց պետք է լինի։ Ոչ թե ուրախություն։ Որ լացողի հետ լացենք, ուրախացողի հետ էլ ուրախանանք։ Սա է Տիրոջ կամքը։ Դու ուրախանում ես քո կողքինի համար։ Ասա ես ուրախանում եմ քո համար։ Պավել Հովի, ուրախանում եմ, որ քո նման լավ ընկեր ունեմ։ Բայց իմ մեծ ուրախությունը գիտես որն է, որ տեսնում եմ երկրորդ եկեղեցին, որ տեսնում եմ երրորդ եկեղեցին, որ տեսնում եմ 4-րդ եկեղեցին, դա է ուրախությունը։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես։ Այն ժամանակ աշակերտներն առանձին Հիսուսի մոտ եկան եւ ասացին. մենք ինչու չկարողացանք անել նրան։ Հիմա դու քեզ հարց տու, ինչի շատ բաներ Տեր չեմ կարողանում անեմ։ Այսի կոնկրետ Տեր ես ստացել եմ ձեր համար այսօր։ Ինչի Տեր չեմ կարող, ստե հարց են տալի, ով է համարում իրան Հիսուսի աշակերտը։ Ինչ-որ բան կա, որ չեմ կարացա անեմ, Տեր, ինչի չկարացանք անենք, ինչի ես հարցը չեմ կարող լուծեմ։ Հիմա տեսեք պատասխանը։ Մյուսը, 19-րդ խոսքը։ Հիսուսն էլ ասեց նրանց, ձեր թերահավատության համար, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին ասեք փոխադրվի այստեղից, այնտեղ եւ նա կփոխադրի, ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Ասա Հիսուսը խոսք է տվել, որ հավատացողին ոչ մի բան անկարելի չի լինելու։ Հավատում ես խոսքին Տիրոջ։ Ո՞վ է հավատում։ Ասա այսօր իմ հավատքը բարձրանում է։ Ամեն։ Ասում ինչի համար, Տեր, դու հարց ես տալի հեչ քո կյանքում, ընդհանրապես հարց ես տալի, ինչի չի լինում, Տեր։ Ինչն է պատճառը, որ չի լինում։ Տերն էլ ասում է, քո թերահավատության պատճառով։ Չի ասում անհավատության, փառք Հիսուսին, որ չի ասում, որ լրիվ անհավատ եք, այն ազգին ասում, բայց մեզ հավատացյալներից ինչ ասում, ձեր թերահավատության պատճառով չստացվում։ Հավատք ունեցեք։ Մանանեխի հատի չափ հավատք ունեցեք։ Ամեն, Տեր, ինչ մանանեղ, ես լավ էլ հավատք ունեմ, բախի չի ստացվում։ Ես վերջում աղոթում եմ, ես վկայություն էլ ասում եմ Տեր իմ Աստված, ես ոչ մի բան չեմ ուզում, տեսեք Աստված լսում, ասա Աստված լսում է ու անում է։
Այն ինչ որ դու խնդրում ես իրանից, Տեր անում, Տեր ոչ մի բան չեմ ուզում եմ մեր եկեղեցու համար մի նոր շենք Տեր, մի հատ տեղ դու ինձ Հիսուս ջան, այս նոր եկեղեցու համար, այսքան գումար ենք դուրս տալի, հա, ես հավատում եմ քեզ Տեր ջան, կյանքում չեմ խնդրել, ոչ մեքենա, ոչ տուն, ոչ մի բան, չեմ ուզել, հալելույա, ասա հալելույա, մի հատ Տեր իմ Աստված, տեղ դու էլի, ով է հավատում, որ Աստված տվող Աստված է, հիմա ձեզ մի հատ լավ լուր ասեմ, մեկը եկավ ինձ ասեց, Հովիվ ջան, ուզում եմ գաս մեր տուն մի հատ տեղ ունենք եթալու, ես ասել դե երևի կանչել է այդ տղեն աղոթելու համար իր համար, փառք ասու աղոթել եմ իր համար, ու գնացինք իրար հետ մեքենաներով տարավ մի հատ տեղ, մի հատ հողի մոտ, կանգնեցինք իրար հետ, դասը երևի ես լավ բաց տեղն է, էլի վերել է դաշտի մեջ սիրուն այդ տեղը, որ աղոթենք ստե, ասեց դուր էդ գալիս է այս հողը, ասի շատ լավ տեղ է, այդ մասիսն է լավ երևում է, կակրած ձերերը է լավ երևում, հնդից որ աղոթենք արմավիրի համար էլ ենք աղոթելու, ու գիտեք ինչ արեց, փաթաթվեց ինձ ու ասեց շնորհավոր, եսի ձերն է, իմաստես կանենք, հավատքի աղոթքա բարձրանալու, որ Աստված խոսք ասի, խոսքը կասենք, չի ասի կորտնենք, ու հավատացեք, որ այդ երկուսն էլ նույնն է, հասկացար, թե խոսք ստանաս, թե օրհնություն վերցնես, դա նույնն է, կարող առանց ձայնի Աստված, ուզում հենց կոնկրետ ինքը ասի քեզ, գնա լռի Աստծո առաջ ասա Տեր, ընդ չասեցիր հովի շուրթերով, հիմա դու ասա, ստես դու, սպասի Տիրոջից, ու Տերը կխոսա, հալելույա Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, այդ մեծ հավատքի համար, որ դու պատրաստել ես Տեր մեզ համար այսօր, հալելույա, հիմա խնդրում եմ, որ են ծարավ հողի նման գաս առաջ, ով է տեսել ծարաված հող, հալելույա, ճակճկած, չէ, այդ ճակճկած հողը ծարավ է, ու ինքը սպասում է այդ հեղեղներին, այդ ջրերին, հալելույա, ու ես իմ հոգու մեջ ունեմ, այդ կենթանի ջրերը գալու է ծարավ ամեն հողերի վրա, ու ոռոգելու է, ու մենք լինելու ենք ոռոգված,